Ալեքս, տիկին Ադրինը, ո՞նց եք։ աշխարհի ամենաերջանիկ ու միևնույն ժամանակ ամենակոտրված մարդը։ Իսկ որտեղ եք հիմա։ Գորիսում եմ, հիվանդանոցում։ Գորս ողջ է, Ալեքս։ Գիտեմ, ես առավոտյանը տեղ կլինեմ։ Իսկ Մանեն։ Մանեն չգիտի ու հուսով եմ չի էլ իմանա դրա մասին։ Համատեղ կյանքը ստի վրա սկսելը լավ բան չի, տղա ջան։ Միևնույնն է, դու երկար չես կարողանալու թաքցնես ճշմարտությունը։ Ու երբ որ Մանեն իմանա ճշմարտությունը, ոչ մեզ ա ներելու, ոչ քեզ։ Տիկին Ադրինը կգամ կխոսենք, լավ։ Գորը ոնց է, լավ է։ Գորիս վիճակը դու գիտես ումից է կախված։ Իսկ ձեզ ինչ-որ մի բան պետք է։ Ինձ պետք է, որ երեխես երջանիկ լինի։ Տիկին Ադրինը, դուք Գորի հետ ինչ եք խոսացել։ Մանեի բավ ինչ-որ բան ասել եք։ Առաջինը ում անունը որ տվել է Գորս, Մանեն ա եղել։ Ես ասել եմ, որ Մանեն երկրից մեկնել է։ Ու համարը չունեմ ես։ Պարզ է։ Հիմա չգիտեմ ինչ ասեմ։ Սենց թենես ճշմարտությունը երկար թաքցնել հնարավոր չի։ Դե, հա։ Մի ամիս, 29 օր, ոնց եմ դիմանալու, ոնց եմ ես դեռ մի ամիս ես տանն ապրելու։ Ալո, Էմիլ, որտեղ ես։ հյուրանոցում, Հասկացա, որ հյուրանոցում։ ինչ ես հարցնում։ Հասնում եմ ես։ Ոնց Գորիս ես գալիս։ Արդեն եկել եմ, հասցետ ասա։ Լավ, հիմա քեզ հասցենք ուղարկեմ։ Այդ դու երբ ես դուրս եկել։ 9 չկա։ Դե երբ որ դուրս եմ եկել, Էմիլ։ Սպասի, սա հասցեն ուղարկեմ արի։ Իջի կգամ քեզ կվերցնեմ, հետ գնանք սուրճ խմենք։ Լավ, ուրեմն 10 րոպե ունեմ։ Արդեն 8, Էմիլ։ Սպասի էլի Ալեքս, ես քո նման արագաշարժ չեմ։ Մնաց 7։ Ո՞տ երազես դու Ալեքս։ Հորմոն չա։ Ես երբ ես գիշերը։ Ինչա։ Սերը։ Ասում եմ սերը տենց բան է, որ ուղեղիդ մեջ զանգում է, որ ուր էլ լինես, ուր էլ գնաս, հետ ես գալու ու հալվես։ Ես լրիվ ուրիշ պահ։ Այն երեխին երեք մեռավ քեզ զանգելով։ Մաշա։ Բայլով։ Այս հիվանդանոցում մենակ մի հոգի կա։ Նկատի ունեմ, որ տենց համով, սիրուն, փուփուշ, տուն տանելու բալիկ։ Հարցրելա։ Հարցրելա։ Հարցնելը որն է, երեք շունչը կտրվում էր, որ ոստեղ չէր։ Հազիվ էր իրանց զսպում, որ չհուզվեր։ Երեք մեռավ զանգելով, մի հատ այդ հեռախոսիկ նայի։ Ուզում ես ասես, որ իր համար չես եկել։ Դու չեմ էլ նայ։ Ուղղակի եմ եկել։ Տուն շունչս կտրվում էր արդեն։ Ինչ է, Արման ջան։ Քրոջս հարցերով էլի։ Տեսար քուրիկին։ Հա, տեսա։ Հետո իր կամքով էր ամուսնացել։ Դու չգիտեմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ալեքսը որտեղ է։ Ալեքսի կինը դու ես։ Ինձ ես հարցնում։ Ուղղակի արթնացա սենյակում չէր։ Եթե դու հիմա չգիտես, ուր է քո ամուսինը, ինչ կլինի վաղը, որ քեզանից հիասթափվի, մտածել ես։ Այսինքն ինչ եմ խոսում, ով կմնա քո նմանի կողքին, այ մոխրոտ, մի հատ քեզ նայի, հագածիդ նայի, մազերիդ նայի, այ աստված իմ։
Ես հասկանում եմ, որ դուք ինձ վիրավորելուց հաճույք եք ստանում, բայց ասեմ, որ իզուր եք տանջվում։ Ես ձեզ ոչ լսում եմ, ոչ էլ ուշադրություն եմ դարձնում ձեր ասածներին։ Այսինքն Իզուր մի փորձեք ինձ ցավացնել ու նեղացնել։ Սրանից վատ ինձ հետ էլ ոչ մի բան չի կարող լինել։ Այսինքն ուզում ես ասես, վատը որ ես տանն ես։ Սա ամենավատ բանն է, որ քեզ հետ պատահել է։ Ուզում եմ ասել, որ ինձ ձեր տունն ու ձեր ապրոստը չի հետաքրքրում։ Ինձ համար այս կյանքում ուրիշ արժեքներ կան կարևոր։ Դու ինչ արժեք պետք է ունենաս։ Այն ինչը ձեզ համար հասկանալի ու ընդունելի չի։ Ինձ համար անհասկանալի ու անընդունելի քո լեզուն է, որ այդքան երկար է։ Դու ընդամենը մի բան պետք է ասես։ Մամ, սուրճ կխմես։ Մամ ջան, ջուր բերեմ։ Մամ ջան, ինչ սարքեմ ուտելու։ Սրանից ավել դու այս տանը խոսելու իրավունք չունես։ Հասկացանք։ Իսկ հիմա գնա սուրճ դիր։ Ու մեծ բաժակով։ Ես սուրճի տեղը չգիտեմ։ Բայց փոխարենը լավ պատասխանել գիտես։ Գնա խոհանոց կգտնես։ Սրան նայեք։ Ուր են գնում։ Ստեղ չնստենք։ Մեկ է իմ համար, միտեղ նստենք այնքանավոր Դե կողմ։ արի ստեղ էլ նստենք։ Շնորհակալ եմ։ Դուք վերջը հիվանդանալու եք։ Ցուրտ չի այստեղ։ Չէ, ես չեմ մրցում։ Երբ նայում եմ դռանը ու հասկանում եմ, որ դռնից են կողմ տղես ապարկած, ես չեմ մրցում։ Բժիշկը երբ է գալու։ Բժիշկը արդեն եկել է, գորին նայել է։ Եկել է։ Դուք քնած եք, ու իմիջիալոց ուրախալի լուր ունեմ ձեզ համար։ Ուրախալի լուր։ Գորին Երևան են տեղափոխում։ Այնտեղ մի քանի հետազոտություններ կանցնի։ Եթե ամեն ինչ լավ եղավ, նրան կտեղափոխեք տուն։ Տուն։ Կրկնում եմ, ստուգումն անցնելուց հետո։ Ինչ լավ լուր ասեցիր աղջիկս։ Գնամ գորիս մոտ։ Գորը հեռախոս էր ուզում։ Հեռախոս։ Բելա հոչ ես տվել։ Չէ, հանգիստ եղեք։ Ապրես դու։ Շատ ապրես։ Շնորհակալ եմ։ Դե գնացի։ Ես հեսա կգամ։ Լավ աղջիկս։ Ալի, եթե պիտի գայիր, ես ինչի իմ սաղ գործերը թողեցի եկա Գորիս։ Ապեր հիմա կարաս բողոքի գիրքը չբացես։ Ու ասենք որ մնայր Երևանում ինչ էիր անելու։ 2 ժամը 1 ինչ որ աղջիկ էր գալու գնար, հա։ Չես հոգնել դու այդ կյանքից։ Ալ, ես գեղեցկությունից չեմ հոգնում։ Ես այսպես անիմա ժամանակ գործնելուց եմ հոգնում։ Իմիջայլոց գիշերը ախպերդ։ Պարապ չի մնացել։ Ես կզարմանայի որ դու պարապ մնայիր։ Վերջը լավ կասես գալուտ նպատակը որն է։ Գելեմ գորին տեսնեմ։ Վստահ ես։ Ապեր հա ես չեմ կարողանում sense։ Չեմ կարողանում գիշերը աչք փակեմ, այդ ամեն ինչը մտքիցս չի դուրս գալիս, չեմ կարողանում հանգստանալ։ Չի լինի sense։ Բայց դու Մեր կոֆեն ինչ եղավ։ Շնորհակալություն։ Արի շուտ խմենք գնանք հիվանդանոց։ Բարի լույս տղես։ Բարի լույս մամ ջան։ Ես քո համար շատ լավ նորություն ունեմ։ Ման էսա գալիս։ Չէ։ Մանեի հետ դեռ չեմ հասցրել խոսեմ։ Քեզ այսօր Երևան են տեղափոխում։ Մամ, իսկ մեր տղեկից նորություն չկա։ Արամը չի զանգել։ Տղես հեռախոսս անջատված է։ Լավ չի։ Հեսա բուժկվերը գա հասկանանք։ Լիսկավորելու հնարավորություն կա։ Դու միջանցքում ես մնացել, չէ՞։ Ես շատ լավ հանգստացել եմ։ Անկամ սուրճ եմ խմել։ Հա, բայց միջանցքում, մամ, հա։ Հիմա դա կարևոր չի, Գորջան։ Կարևորը այն է, որ քեզ Երևան են տեղափոխելու։ Ինձ համար դա է կարևոր։
Կարևորն է, որ դու այստեղ ես։ Իսկ իմ համար կարևոր է։ Ես չեմ կարող այստեղ հանգիստ պարկեմ, հանգստանամ իմանալով հանդերձ, որ մերս այդ ցուրտ միջանցքում ալուսեսնի։ Հիմա որ քեզ Երևան տեղափոխեմ, ես էլ կգնամ տուն, հանգիստ տեղի, խոստանում եմ։ Այս դու հաստատ լավ ես։ Լավ եմ։ Հիմա դու ասա ինչ ես ուզում։ Ինչ կուտես, տղես։ Ոչ մի բան։ Այ բայց կոֆե կխմեմ։ Որ ճիշտ ասեմ կարոտել եմ։ Մի տարի այդ համը չեմ զգացել։ Լավ, ես հիմա։ Բարի լույս։ Ես ինչ ես եմ շուտ արթնացա։ Ես միշտ եմ շուտ արթնանում։ Սուրճ խմում ես դնեմ։ Եթե քո համար դժվար չի։ Բոլորովին հիմա սա տանտամ մամայդ ու գամ դնեմ, հա։ Ես կդնեմ։ Ձեր սուրճը։ Այս ուրիշ բան։ Իսկ ջուրը ուրա։ Սուրճի հետ ջուր չեն բերում։ Հիմա բերեմ։ Ու մեկ էլ լավ գնա հետո կասեմ։ Քեզ էլ եմ սուրճ դրել, կխմես, չէ՞ իմ հետ։ Ես սուրճ չեմ խմում։ Ոչ հաց ես ուտում, ոչ էլ սուրճ ես խմում, ուզում եմ հասկանամ ոնց ես դու սենց ապրում։ Դե ես Ինչ, կխմես։ Արի, տանեմ մամայդ գամ։ լավ։ Արման, Աշա ջան, ես ինձ դեղ ես բերել։ հա, քո տեղերն է։ Հա, շատ ապրես։ Չգիտեի, որ Արմանը եկել է։ Դե լավ, ես գնամ դրսում դեղերը խմեմ, հա։ Աշա ջան։ Արման ջան։ Դե գնամ քո տեղերն էլ բերեմ։ Չէ, մի գնա։ Կներես երեք զանգերի չպատասխանեցի, այսինքն չգիտեի, որ դու ես զանգում։ Ոչինչ, կարևոր չի։ Կարևոր է, որ դու ինձ զանգել ես։ Ուղղակի դեղերու սիստեմա ունեի ստանալու, դրա համար էի զանգում։ Մենակ դրա համար ես զանգել։ Բայց ինչի։ Ուրեմն այդ դեղերն էլ պետք չի չբերես։ Բայց Իմ համար կարևոր էր այն փաստը, որ մտածել ես իմ մասին, անհանգստացել ես։ Ու այդ 1000 դեղից ու սիստեմայից կարևոր է։ բայց ես Այդ ինձ ուժ է տալիս պայքարելու։ Ու հույս, որ անիմաստ չեմ ապրելու։ Արման, դու անիմաստ չես ապրում։ Ես չեմ հասկանում դու ինչի ես տենց մտածում։ Հա, ինչ անեմ, ասում եմ չգնամ Արմանի մոտ հիվանդանոց։ Չէ, քնած կլինի։ Թող արթնանա, ես կգնամ հետևից։ Ասում եմ, չէ։ Արմանը որ իմացավ գորը ողջ է, ես չգիտեմ ինչ կկատարվի։ Ինչքան է սիրում նույն բանը ասել։ Ասացի կխոսեմ Ալեքսի հետ, դու կհասկանանք մեր ընդհանուր անելիքը։ Ալեքսը ոչ եկավ, ոչ էլ զանգեց։ Ես գրել եմ։ Ու Դե, չի պատասխանել։ ես արդեն չգիտեմ։ Այս լավ բան չի հուշում։ Չգիտեմ, սրանից լավ բան դուրս չի գա։ Ինչ ես ան նույն բանն ասում։ Ախր ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Չգիտեմ որն է ճիշտը, որը սխալ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ ուզում եմ իմ երեխան երջանիկ լինի։ Մենք պետք է թողնենք այդ էմոցիաները ու ուղեղով մտածենք։ Ես արդեն չգիտեմ։ Վախից մեռնում եմ, որ մտածում եմ։ Մանես չսիրելով Ալեքսի հետ ամուսնացավ։ Հիմի որ իմանա գորը ողջ է, չգիտեմ։ Գորը երբեք չի ընդունի մանի։ Բայց կարող է։ Չի կարող։ Բայց եթե սիրում է, Ինչքան էլ սիրի ուրիշի կնոջը ընդունելը դժվար է։ Էն էլ գորը։ Հա, ես գորին լավ եմ ճանաչում։ Նա արժանապատվություն ունի, նամուստ, հասիբ։ գիտեմ։ Ուրեմն մի շարունակի։ Մենք երկուսս էլ հասկանում ենք դրա հետևանքները։ Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ ինչ էլ լինի, մեր աղջիկն է դժբախտանալու։ Եթե մանեն
Ալեքսիս բաժանվի գորը չի ընդունի։ Ու լավ իմացի։ Ալեքսն էլ հետ չի ընդունի։ Ու մենք ինչ ենք անելու, հա? Դու հասկանում ես։ Ինչ ենք անելու։ Մենք ինչից վախենում ենք։ Դա էլ կլինի, դու հասկանում ես։ Ասում է, արի սպասենք։ Մի քիչ պիտի սպասեինք։ Մենք ընդհանրապես որոշել ենք նշան դնել այդ աղջիկը դա որոշել Ալեքսի հետ ապրել։ Այդ աղջիկը թողեց ու գնաց։ Ու Մարիամ, ես չգիտեմ հիմա էլ հնարավոր չի ոչ մի բան փոխել։ Իսկ գորը։ Գորը ինչ։ Որ գորը եկավ, բա որ հարցնի ինչի այդպես արեցինք։ Ու մենք ինչ իմանայինք որ այն աշխարհից են հետ գալիս։ Ու այս դեպքը ոչ թե անհնարին է, այլ անհավանական։ Ով կմտածեր, որ սենց բան էլ ա լինում։ Մի տարի անց հայտնվես։ Մի տարի անց ով կպատկերացներ։ Ով կպատկերացներ։ Ալուր ես մտքերով։ Չգիտեմ։ Ինքս իմ հետ կռև եմ անում։ Բանականությունս մի բան ասում, սիրտս լրիվ ուրիշ բան։ Բայց մի բանով վստահ եմ, որ որն էլ եղավ, մեկ այս էլ հանգիստ չեմ ունենալու, ես կորցնելու եմ իմ հանգիստը։ Միջև գիտես ինչ էի մտածում, որ ժամանակի ընթացքում մանեն կսիրի ինձ, ամեն ինչ նորմալ կլինի, բայց հիմա արդեն դա անհնար է։ Բայց դու պատրաստ ես բաց թողնել։ Չէ։ Մենակ այդ մտքից արդեն սիրտս սկսում արագ աշխատել։ Բա այդ դեպքում ո՞նց ես պատկերացնում։ Չգիտեմ ոնց եմ պատկերացնում եմ էլ։ Բայց ես իմ կյանքը առանց մանա չեմ պատկերացնում։ Բայց մյուս կողմից էլ չեմ ուզում կանգնեմ երկու սիրող մարդու արանքում։ Ես չեմ ուզում խանգարեմ գորին։ Հիմա սենց ես ինձ լրիվ տականք եմ զգում։ Այսինքն մանեին տալու ես գորի։ Գոր։ Ես լավ եմ, ոտքի եմ կանգնել ու տուն եմ գնում։ Կանգնել ես, բայց չես ապաքինվել։ Ու հետո քեզ Երևան են տեղափոխում։ Պիտի հետազոտվես։ Այնտեղ սարքավորումներ կան, որ այստեղ չկան։ Ես պետք է անգերոջս զանգեմ։ Հիմա պարկի, հետո կզանգես։ Մի մոռացիր, որ մի քանի օր առաջ եմ վիրահատել ոտքդ։ Ես ես ոտքով երկար ճանապարհ եմ անցել հանգիստեղի։ Խնդրում եմ, պարկի։ Չէ, ես լավ եմ ու էլ չեմ պատրաստվում պարկեմ։ Մի քիչ իսա թողած հարցեր ունեմ, պետք է ամեն ինչ հասցնեմ։ Մամայից տեսել ես։ Մտավ բժշկի մոտ։ Որ խնդրեմ հեռախոսդ կտաս տեղ զանգեմ։ Հեռախոսս անջատվել է։ Երեկվանից այստեղ եմ մնացել։ Լավ։ Ես որ Երևան գնամ, կհիշեմ քեզ անպայման զարադաշնիկ կողարկեմ, որ ունենաս։ Ապեր, լավ նորություն ունեմ։ Այսօր համինձ են դուրս գրում համել քեզ։ Ինչ է եղել։ Բա ինչի մաշան տենց խառնված սենյակից դուրս եկավ։ Ոչ մի բան էլ չի ելը։ Հետը խոսացինք մեր մասին թեմա բացեցի, փախա սենյակից։ Ապեր, դա նորմալ է։ Աղջիկը ամաչում է, հասկանում ես։ Ամաչում է։ Արդեն չգիտեմ, ոչ մի բան էլ չեմ ուզում։ Լոր ոչ մի բան չեմ ուզում, ախպեր։ Մաշայի պահով ես ասում։ Դու Մաշանից չի էլ ուզի։ Տենց ես մտածում, հա։ Ոչ թե կարծում եմ, անգամ զգում եմ։ Ափսոս։ Այս շատ ափսոս, որ այս սենյակում կամերաներ չկան։ Թե չէ ցույց կտայի թերեք ոնց էր Մաշան խառնվել իրար։ Կոնկրետ խառնվել էր ապեր։ Ինչի համար։ Ոնց թե ինչի։ Ոչ թե ինչի, այլ քո մեռա ասելով։ Ու գիտես ինչի, որովհետև դու գնացել էիր տուն ապեր։ Ու հարցը ստեղ այդ վերջի կոճակ դեղը չէր։ Հարցը այն էր, որ կարող էլ քեզ երբեք չտեսնի։ Չէ, ուղակի։ Ինչ ուղակի։ Ոչ մի ուղակի էլ չկա։ Այդ աղջիկը քո հանդեպ անտարբեր չի։ Ոնց որ դու իրա, հասկանում ես։ Տենց ես մտածում արդ։ Ոչ թե մտածում եմ ապեր, այլ հենց տենց էլ կա։ Յա, կամանդիր,
Այս վերջացրու որ տները մաքրես։ Մամուլիկ ես գնացի։ Ուր ես գնում։ Դասի, մամ ջան։ Չեմ հասկանում, հիմա դասերը հեռավար չեն։ Ինչ դաս։ Դե կաֆեում կնստեմ իմ համար դաս կանեմ։ Մանե կաղա դու գաս իմ հետ։ Դու մանեից գործ չունես։ Ինչի։ Ինքը մեր տան հարցը չի։ Ես չեմ կարա իմ հարցի հետ ինչ-որ միտեղ գնամ արգելված, ա։ Դու գնա Մանեն լիքը գործ ունի անելու։ Մամ ջան, զանգի տանդ աշխատողին։ Հիշեցնեմ, որ Մանեն մեր տան հարցն է։ Քո տղայի կինը եւ վերջի ապակա թորներիդ մայրը։ Էլ ինչ աշխատող։ Տանը հարց ունենք, չէ՞։ Տները մաքրի վերջացրու, որ ճաշ շփես։ Ես ճաշ շփել չգիտեմ։ Ինտերնետը բացի, նայի սովորի։ Բարև ձեզ, Տիկին Ադրեն։ Ալեքս, Բարև ձեզ։ բարև։ Գորը ոնց է, որտեղ է։ Գորը, պալատում։ Վիճակը ոնց է։ Այսօր Երևան են տեղափոխում։ Ու եթե ամեն ինչ լավ լինի, այսօր տեղես տուն կգա։ Այսօր։ Հա, այսօր։ Այսօր։ Ճիշտն ասած, ես ուզում եի Գորի հետ խոսել։ Ես էլ էի ուզում քեզ հետ խոսել։ Դե գլխի եմ ընկնում, արդեն ինչի մասին եք ուզում խոսել իմ հետ։ Գորս չգիտի, որ մանեն քեզ հետ է։ Չեմ ասել։ Ոչ թե ինձ հետ է, այլ իմ կինն է։ Ես ասել եմ, որ մանեն ընտանիքի հետ գնացել է երկրից։ Չգիտեմ ճիշտ եմ արել թե սխալ, բայց չեմ կարող ճշմարտությունը ասել։ Գոնե հիմա։ Այդ կսպանի Գորին։ Իսկ հետո երբ որ իմանա։ Թող մի քիչ կազդուրվի։ Երևանում թող ստուգումները անցնի ու եթե ամեն ինչ լավ լինի, ես ինքս իրան կասեմ։ Մամ, ես եկել եմ մեր տուն, բայց ոնց որ մեր տնվորը դեռ չի գնացել։ Իրերը տեղում են։ Չէ, տանը մարդ չկա։ Սպասի հլը։ Հեյ! Տանը մարդ կա։ Չէ, իրերը տեղում են, բայց տանը մարդ չկա։ Մամ, դուք վստահ եք, որ ասել եք տունն ազատ են։ Լավ սպասեմ, մինչև մեկը կգա։ Չէ, ես կարծում եմ, որ դա ես պիտի ասեմ իրեն։ Միևնույնն է, ով էլ ասի, այդ նորությունը Գորին սպանելու է։ Բայց պիտի իմանա, չէ՞։ Ու ճիշտը պիտի իմանա։ Տիկին Ադրենը, դուք լավ գիտեք, որ ես 1 տարի ոչ մի քայլ չեմ արել։ Ես ոչ մի բան չեմ ասել, ես սպասել եմ ու ոչ մեկ չգիտեր, որ 1 տարի հետո Գորը վերադառնալու է ու սենց հրաշքա լինելու։ Ոչ մեկ։ Ես քեզ չեմ մեղադրում, Ալեքս։ Ես ուղղակի վատ եմ զգում իմ երեխու համար։ Վատ եմ զգում այն երեխու համար։ Մանեին նկատի ունեմ։ Մանեն չէր ուզում ու ես դա հաստատ գիտեմ։ Ես չեմ ուզում, որ Գորը ինձանից նեղանա։ Իսկ դա քեզ ինչ կտա։ Միևնույնն է, ձեր ճանապարհները այստեղ արդեն առանձնանում են։ Եթե մենք ճիշտ մոտենանք այս հարցին, չեն առանձնանա։ Մենք կարող ենք շարունակել մեր ընկերությունը։ Չէ, տղա ջան։ Դու կշարունակես Գորին խանդել։ Ու ամեն անգամ, երբ Գորը քո տուն գա, դու Գորին տեսնելով անընդհատ մտածելու ես, հասկանալու ես, որ գողացել ես Գորի սիրած աղջկան։ Գորն էլ քեզ տեսնելուց ամեն անգամ մտածելու, որ դու Հավատացեք, ժամանակը ամեն բան իր տեղն է դնելու։ Եթե մենք առողջ մոտենանք այս հարցին, վստահ եմ, որ չենք կորցնել իրար։ Ես իհարկե տղայիս փոխարեն ոչինչ չեմ կարող ասել։
Դա ձեր խնդիրն է։ Ես երբեք չեմ խառնվել գորի գործերին, բայց ես քեզ որպես մայր մի բան եմ խնդրում։ Թող գորը մտածի, որ Մանեն Ռուսաստան է գնացել ընտանիքի հետ։ Միևնույնն է ինքը փորձելու է Մանեին գտնել։ Իսկ ես կհամոզեմ գորին, որ մենք էլ մեկնենք այս երկրից։ Ոգիմա մարդուն գտնել այնքան հեշտ է դարձել, որ սոցիալական կայքերի, ընդհանուր ընկերների միջոցով շատ հեշտ է պարզել, թե որտեղ է այդ մարդը հիմա։ Չեմ կարծում, որ հնարավոր լինի գորին երկար խաբել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք, Ալեքս։ Մենք մեր տունն էլ ենք կորցրել։ Ես գորին կհամոզեմ ու մենք կմեկնենք երկրից։ Կարծում եմ, որ հեռու լինենք ավելի հեշտ կլինի։ Ես տենց էլ գիտեի։ Ես դու այս ժամին տուն ես եկել։ Հա, մի կարևոր թուղթ էի մոռացել, հետ եկա։ Ինչ թուղթ։ Բեմի որ ասեմ ինչ թուղթի պիտի իմանաս։ Բարև բալես։ Ես երեխուն գործի ես դրել։ Ինչ գործ։ Բայց ինչ անում։ Հա, դու տան գործը նկատի ունես։ Հա։ Սրանից հետո սա իր առօրյան է։ Այղջի, անհարմար է, աշխատողիդ կանչի թող այդ գործերով զբաղվի։ Դու էլ այս երեխուն վերցրու, գնա խանութներով, մի քանի շորար, չես տեսնում վրան հագնելու բան չկա։ Այս մոխրոտին շորարն է։ Ամուսին ունի, չէ։ Հա, ասեցիր մարդ հիշեցի, ուր է պղետուր է։ Չգիտեմ, առավոտից չկա։ Բա ուր է գնացել։ Մանեն էլ չգիտի։ Հենց էտա որ չգիտի։ Առաջին օրը արթնացել է ու փախել է։ Երևի արթնացել է, լույս աչքով էս մրոտին տեսել է, սիրտը խառնել է ու փախել է։ Անհարմար է, ցածր խոսակը լսի։ Դու հասկանում ես, առաջին օրը փախել է տղեդ։ Հիմա այս մոխրոտին ու տղոտ չպիտի կարողանանք իրարից պոկենք, բայց տղեդ չկա ու առավոտից։ Ախպերս։ Հասկանում եմ, որ շատ եմ ուշացել, բայց նենց ես նայում, ոնց որ դիմացը տուրվական կանգնես լինի։ Գոր։ Ախպերս։ Դու կաս։ Դու ողջ ես։ Մամային ասում էի, որ կապվի քեզ հետ, բայց հեռախոսը անջատվել էր։ Դե չգիտեի, որ երբ էլ զանգեմ, կգաս կողքից կլինես։ Ասես, որ իրա կողքին ես եղել։ Ամեն հարցով աջակցել ես։ Այն ժամանակ էլ հիմա էլ։ Իմացի, որ ես այդ կյանքում չեմ մոռանա։ Ալ, ի՞նչ է կատարվում։ Գոր ջան, տղես, բայց քեզ կարելի է այդքան ոտքի վրա մնալ։ Մամ, մի րոպե։ Ալ։ Ես ուզվել ես, որ ինձ ես տեսել։ Հա, ուզվել եմ։ Ես տեղ եմ։ Եկել եմ։ Ու լիքը բաներ ունեմ անելու։ Իմ միջայլոց աղբեր էդ ամուսնանում։ Ու քավորն էլ դու ես։